Պարոն նախագահ, ձեր պատասխաններից երկու հստակեցում, նախ թրիքփի հետ կապված, դուք ասում եք պետք է մի այնպիսի երկիր լինի, որ նաև ընդունելի լինի Իրանի համար։ Ճիշտ եմ հասկացել ձեր խոսքից։ Իշխանությունն ասում է, դուք ինչպես եք պատկերացնում հայ-ամերիկյան համաձայնագրում, հարաբերություններում երրորդ երկրին այդ ամեն ինչի մեջ մտցնելը։ Հիմա ինչպես է դա հնարավոր, երբ որ դուք ասում եք երրորդ երկիր կարող է դրա մաս դառնալ։ Նայեք, իսկ Միսկի խմբի ֆորմատը ավելի քան 25-26 տարի աշխատեց, այդ ինչպես էր հնարավոր։ Լավ, Ռուսաստանը, Չիչինաստանը կարող է լինել։ Երբ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ քննարկում են համատեղ Արկտիկայի հետ կապված հարցեր, թե ինչպես են կարող Արկտիկայի ռեսուրսները համատեղ ուղղակի ոչ միայն ուսումնասիրել, այլ նաև շահգործել։ Ո՞նց են անում։ Միացյալ Նահանգները, այսինքն կհամաձայնվի։ Բանակցելու հարց է։ Դու փորձել ես դա անել, իհարկե չես փորձել։ Հիմա յուրաքանչյուր երկրի համար դու եթե կա հավանականություն լավ ծրագիր իրականացնելու, նույնիսկ այդ հավանականությունը, չեմ ասում 90%-անոց, նույնիսկ 10%-անոց հավանականությունը դու փորձել ես կյանքի կոչել, թե չես փորձել։ Չեն էլ փորձում։ Դուք ինչի եք որոշում են գլխից, որ դա հնարավոր չի։ Եթե ու այսպես ասեմ, այդ բանակցությունում անպայման պետք է Իրանի հետ միշտ խորհրդակցել։ Օրինակ հասկանալ, նման ֆորմատը իրենց համար ընդունելի կլինի, թե ոչ։ Դրա համար դիվանագիտություն կա գոյություն ունի։ Եթե դու դիվանագիտությունից գաղափար չունես եւ դու ուղղակի քեզ հրահանգում են, դու անում ես, դա արդեն դիվանագիտություն չի։ Եվ իդեպ դիվանագիտությունը նրա համար չի միայն որ բարեկամների հետ խոսես։ Բարեկամների հետ կարաս խոսալ նաեւ առանց դիվանագիտության, ուղիղ։ Դիվանագիտությունը առաջի հերթին նրա համար է, որ խոսաս այն երկրների հետ, որոնց հետ դու ունես խնդիրներ։ Առաջի հերթին։ Իհարկե ես տեսնում եմ դրա հնարավորությունը։ Մի քիչ դժվարացել է այն հանգամանքը, որ այն գլխից պետք է դա փորձի Իրանեիր, բայց դու կարող ես նստել Միացյալ Նահանգներիդ եւ ասել հետեւյալը. նայեք, ինչ եղավ Միացյալ Էմիրությունների հետ։ Ով էր մտածում, որ կարող է այսպիսի հետևանք լինի։ Կարող ես չնստել եւ առարկայական։ Ու դա 15-20 տարվա պատմություն չի, դա մեկ ամսվա պատմություն է, հիշողությունը թարմ է բոլորի մոտ։ Ռազմական բազան այդ արաբական երկրներում եւ այդ ռազմական բազայի ներկայության պատճառով այդ երկրները հարված ստացան Իրանից։ Հիմա դու կարող ես ասել, այս ռիսկերը գոյացել են նրանից հետո, երբ մենք ստորագրել ենք ձեր հետ այդ պայմանագիրը տրիպի վերաբերյալ։ Մենք փոքր երկիր ենք, հարևան երկիր ենք։ Մենք առաջարկում ենք այդ ռիսկերը նվազեցնելու համար անել հետևյալ քայլերը։ Ողջամիտ է։ Այսպես ասենք, նոր հանգամանքներ ի հայտ եկան, որոնք ցույց են տալիս, որ ռիսկերը իրատեսական են։ Պետք է սա անել։ Հայր ուզում։ Պետք է չէ երևի։ Հա, չպետք է բանակցել։ Եվ իսկապես կան նոր ի հայտ եկած հանգամանքներ, եւ դու այդ հանգամանքներից ելնելով կարող ես կամ ընդհանրապես ծրագիրը մերժել, ես ասում եմ չմերժենք։ Ես ասում եմ այդ նոր հանգամանքները, ռիսկերը հաշվի առնելով ծրագիրը բարելավենք, ավելի քիչ ռիսկային դարձնենք Հայաստանի Հանրապետության համար։ Նորմալ է, իհարկե նորմալ է։ Աննորմալ է դա չանելը։ Եվ ԵԱՏՄ-ի հետ կապված խոսեցիք, պարոն նախագահ, ԵԱՏՄ-ի հետ կապված ունենք մի այսպիսի իրավիճակ, երբ Ռուսաստանից արդեն հայտարարում են, որ մայիսի 28-ին Հայաստանի կարգավիճակն է ԵԱՏՄ-ում որոշվելու։ Ինչ սպասել։ Ինչ կարող է լինել ԵԱՏՄ-ի հետ կապված Հայաստանի անդամակցության, հաշվի առնելով, որ դուք ընթացակարգերին լավ ծանոթ եք, ինչ կարող ենք մենք որպես հանրություն սպասել այս իրավիճակում։ Ինչ է ասում Հայաստանի իշխանությունը։ Ասում է, մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք, չկա կանոնակարգ, թե ԵԱՏՄ-ից ոնց են հեռացնում, սա ինչ է ասում։ Դրան գումարված Նիկոլ Փաշինյանը ասում է հետևյալը. ես
շատ լավ մեծ ազդեցություն ունեմ ԵԱՏՄ-ի երկրների վրա։ Ինչ ազդեցության մասին է խոսքը։ ԵԱՏՄ-ի sense առանցքային երկիրը Ռուսաստանն է, մենք տեսնում ենք ձեր հարաբերությունները։ Բելարուսիայի հետ ընդհանրապես չեք էլ շփվում, դեսպանեք հետ կանչել։ Ղրղստանի հետ այս տարիների ընթացքում մեկ պաշտոնական այս չի եղել փոխադարձ երկրի առաջնորդներին, միայն որոշ հարաբերություններ կա Ղազախստանի հետ։ Այդ ինչ ազդեցություն, ում վրա, այդ ինչով է արտահայտվել այդ ազդեցությունը։ Եվ դուք մտածում եք, որ կարող է Ղազախստանը ասենց որոշիչ ձայն ունենալ այս ամեն ինչի մեջ, բայց սա նույնիսկ սա մի կողմ դնենք։ Միացյալ Նահանգները Կանադայի հետ ուներ բոլոր պայմանավորվածությունները, համաձայնագրերը, Տրամպը եկավ, ասաց, տարիֆները փոխում են։ Դուրս չի գալիս։ Փոխեց։ Նույնը արեց Մեքսիկայի հետ։ Ունեն լրջագույն ամրագրված լրջագույն ձևով համաձայնություններ առևտրային ռեժիմների վերաբերյալ։ Միանգամից փոխեց։ Ստիպված Մեքսիկան էլ համաձայնվեց, Կանադան էլ, Կանադայի վարչապետը միանգամից թռավ Չինաստան, փորձում է պայմանավորվել այսպես այ ուղղություններով դիվերսիֆիկացնել իր առևտուրը։ Ինչի վրա եմ ասում։ Կա պետության կալիբր, որը կարող է այս բոլոր համաձայնագրերը ասենց մի կողմ դնել եւ անել ճիշտ այն, ինչ բխում է իր պետական շահերից, իր ազգային շահերից։ Եթե մինչ այսօր այս մարդիկ չեն հասկացել, որ աշխարհը այսպես է գործում, ուրեմն ոչինչ չեն հասկանալու։ Կարծում եմ ինչ որ չափով հասկացել եմ, բայց փորձում են հերթական անգամ խաբել, մոլորեցնել մեր ժողովրդին։ Եվ ընդհանրական հարցը Ռուսաստանին վերադառնանք կրկին, պարոն նախագահ, մենք վերջին օրերին ամենօրյա ռեժիմով տեսնում ենք կոշտ հայտարարություններ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները շատ մեղմ են։ Ասում են ոչ մի բան չենք անելու Ռուսաստանի դեմ, ոչ մի կռիվ չենք տալու։ Նիկոլ Փաշինյանն ասում է, տեսեք ինչ մասշտաբների գերտերությունը Ռուսաստանը, մենք ինչ կարող ենք անել։ Այդ դեպքում Ռուսաստանը ինչ կասկածներ է տեսնում Հայաստանի հետ կապված, այսինքն ինչ խնդիր է տեսնում, եթե այստեղից չի գնում փոխադարձ նույն կոշտությունը, ինչ կասկածներ ունի Ռուսաստանը Հայաստանի հետ կապված, կներեք հարցս ավարտեմ, եւ այն հիշեցումը Ռուսաստանի կողմից, երբ որ պաշտոնյաները Ուկրաինայի տարբերակն են խոսում, միջև ուր կարող է Ռուսաստանը, ինչքան հեռու կարող է գնալ Ռուսաստանը։ Նայեք, սա հայտարարությունների բախում չի։ Ես կցանկանայի, սա մենք ճիշտ գնահատել, թե ինչ է կատարվում։ Հայտարարությունները Ռուսաստանից դա հետևանք են կոնկրետ քաղաքական քայլերի։ Հետևանք են։ Հայտարարություններով ասում են խելքդ հավաքի, թե չէ կարող է լինել այս քայլերը կարող են լինել։ Առաջինը Եվրոմիության անդամակցելու վերաբերյալ օրենք։ Մեկ նախադասություններ ոչ մի բովանդակային հարց, բայց Ռուսաստանի ընկալումը հետևյալն է։ Եվրոմիությունը այսօր թշնամացած է Ռուսաստանի հետ։ Դու որոշում ես կայացրել, որ դու գնում ես դեպի Եվրոմիություն, մի միավոր, որը թշնամացած է Ռուսաստանի հետ։ Սա պետք է անհանգստություն առաջացնի Ռուսաստանում, թե ոչ։ Երկը պետք է։ Օրենք ընդունող ով է եղել Հայաստանի Հանրապետությունը։ Այն բանը մեծ այդ ժողով, որը եղավ Հայաստանում եւ Զելենսկու հրավերը։ Սա Ռուսաստանը պետք է նորմալ ընդուներ։ Զելենսկու հայտարարությունը սա նորմալ պետք է ընդունել։ Բայց դու անում ես քայլեր ակնհայտ թշնամական քայլերից հետո մի երկու հարցազրույց ես տալիս։ Մենք չենք բանանելու, ամեն ինչ լավ է եւ այլ 200 հեռախոսազանգ աղբերություն, ընկերություն։ Դա աշխարհակահաղական կոռուպցիա։ Ուղղակի աշխարհակահաղական հարցերում կոռուպցիաները չեն անցնում։ Այդքան բան։ Կրկնեմ, սա հայտարարությունների sense բան չէ, էլի բախում չի։ Սա կոնկրետ քաղաքական գծի նկատմամբ Ռուսաստանում արդեն ձևավորված քաղաքականության արտահայտությունն է։ Եվ ես համարում եմ, որ Հայաստանի կողմից դա անպատասխանատու քայլեր է։
Նիկոլ Փաշինյանը սովորել է, որ կարող է ինչ-որ քայլեր անի, հետո գնա մեղմի, ինչ-որ ձևի տակից Ասում դուրս գա։ ընկերներ ենք, դες մրցակից է հայտնվել, Պուտինի ընկերն է Փաշինյանը, պարոն Քոչարյան։ Դե հիմա ինչ ասեմ։ Ինչ ասեմ, Տրամպի ընկերն է, Պուտինի ընկերն է, Զելենսկու ընկերն է, Տիխանովսկու ընկերն է։ Բոլորի ընկերն է։ Հիմա ես չգիտեմ, օրինակ կենցաղում հնարավոր է ընկեր լինել ակնհայտ թշնամիների եւ մյուսի հետ եւ մյուս։ Կարաս միջնորդ լինես, դա ուրիշ հարց է։ Բայց դու չես կարող ընկեր լինել բոլորի հետ։ Հիմա սա իսկապես խնդիր է, սա առաջինը Ռուսաստանում սա անցալում է որպես անհարգալից վերաբերմունք այդ մասշտաբի երկրի նկատմամբ, որտեղ Ռուսաստանի ընկալումը ինքնանկալումը Ռուսաստանում ուրիշ է, իրենք իսկապես գերպետություն են։ Այսօր կա Միացյալ Նահանգներ, Չինաստան, որոնք արդեն հավասար են, որոշ հարցերում Չինաստանը անցել է, եւ երրորդ տեղը Ռուսաստանն է։ Դու չես կարող այդպես վարվել այդ մասշտաբներ ունեցող երկրների հետ։ Եվ իդեպ որից կախվածությունը քո հսկայական է։ Ընդհանրապես 0.7%-ն է Ռուսաստանի արտաքին առևտրում քո առևտրի ծավալները։ Եվ այդ կախվածությունը ունենալով այսպիսի անհարգալից վերաբերմունք դրսևորել այդ երկրի նկատմամբ ես նույնիսկ չգիտեմ սա բան իմ նորմատիվային լեքսիկան թույլ չտալիս ձևակերպում տալ, թե սա ինչ է նշանակում։ Չի կարող անպատասխանատվություն։